Օրվա իշխանությունը, եթե Հայաստանում իշխանություն լիներ, վստահաբար այն իրականությունը, որը դուք նկարագրեցիք, չէր լինի։ Այդ մարդկանց 2018-ին Հայաստանում իշխանության էին բերում, թույլ էին տալիս, որ իշխանությունը զավթեին, աչք էին փակում այդ ամեն ինչի վրա իրենց արտաքին տերերը մի բանի համար, որպեսզի կործանեն հայկական հաղթանակները, մոռացության տան այն բոլոր արժանապատիվ եւ հաղթական պահերը, որտեղ հայ ժողովուրդը ունեցել է իր անուրանալի դերն ու նշանակությունը։ Իրենք գալիս էին նրա համար, որ ոչ թե հայ ժողովուրդը հպարտանա Շուշիի ազատագրմամբ, այլ գալիս էին նրա համար, որ Շուշին դառնա դժգույն եւ դժբախտ։ Գալիս էին նրա համար, որպեսզի մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակը, հայ ժողովրդի մասնակցությունը մոռացվի, ուրացվի։ Հիմա Մոսկվայի Կարմիր հրապարակում հենց հաղթանակի շքերթն է եւ միայն Հայաստանը այնտեղ չունի քայլող, պատվով եւ արժանապատվությամբ ներկայացող զինվորականներ, ինչի, որտեվ Նիկոլը թույլ չի տվել։ Որտեվ Նիկոլը թույլ չի տվել, որ հայերը եւս մի անգամ հպարտություն զգան, իրենց մասնակցությունը փաստվի եւ հաստատվի մեծ հայերենական պատերազմի ժամանակ տարած հաղթանակում։ Էլ չեմ խոսում մեր հաղթանակների մասին։ Մարդն ասում է, որ թերություն էր եւ թյուրիմասություն էր Ղարաբաղյան շարժումը, Արցախի ազատագրումը։ Մեր իրականությունն էսպիսին է։ Այն իրականությունը, որտեղ մեզ թաղել է եւ ուզում է վերջնականապես կործանած եւ թաղած լինի Նիկոլը Դավաճան, հենց էսպիսին պիտի լինի մոռացված, ուրացված, անարժանապատիվ եւ իրենց համար դրա համար ցանկացած նման օր հիշատակում, որը հնարավորություն կտա հայ հասարակությանը վերհիշելու այն անմոռանալի եւ անուրանալի ապացույցները եւս մեկ անգամ ուսումնասիրելու եւ քննելու, իրենց համար սա վախենալու օր է, իրենց համար սրանք ատելի օրեր են։ Դրա համար այնպես են անում, որ չլինեն այդ հաղթանակների կողքին, որպեսզի հայ ժողովուրդը հանգարց չվերհիշի իր արժանապատվությունը, որտեղ այդ արժանապատվությունը մեր հոգու եւ սրտի մեջ տանելու արդյունքում է, որ վաղվա հաղթանակները կարողանալու ենք կերտել։ Շնորհակալ եմ։